Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Բարեկամներ, ձեր ամեն մի առաջարկ, ձեր ամեն մի խորհուրդ մենք շատ կարևորում ենք եւ հասկանում ենք, որ դա այն ինչ մենք անում ենք այս հաղորդումները նախ եւ առաջ ձեր համար է եւ ձեր խորհուրդները այստեղ մենք չենք կարող հաշվի չառնել։ Շնորհակալություն բարեկամներ։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույն հայոց ազգային խոհանոցից։ Հարգելի բարեկամներ, այսօր ես տաղավարում հյուր ունեմ, իմ հյուրն է Ծաղկունք հյուրատան տնօրեն եւ ավագ խոհարար, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, ձեզ արդեն քաջածանոթ եւ լավ բարեկամ Յուրա Սարգսյանը։ Ողջույն Յուրա։ Ողջույն։ Ինչպես ես Յուր ջան։ Շնորհակալություն շատ։ Ես ուրախ եմ, որ նորից միասին ենք, որովհետեւ ասեմ, որ արձագանքներ կան, որ նորից էլի քեզ հրավիրենք մեր տաղավար, այդ օրը նաեւ ներկայացավ հիմա հրավիրել ենք։ Ինչ ենք անելու Յուրա ջան։ Այսօր մենք պատրաստել ենք մեր հայկական ուտեստներից ապուր, կրեմ ապուր։ Այո։ Պատրաստել ենք դդումով ապուր, որը շատ հոյակապ ապուր է եւ շատ ջրամարս։ Նաեւ կարելի է պատրաստել պասի ժամանակ, բայց ես այսօր կպատրաստեմ այնպես, Տարբերակը որ պասի չի։ Հա, որը պասի չի։ Շատ լավ, Յուրա ջան, բաղադրությունը ի՞նչ է։ Բաղադրությունը կարտոֆիլ, դդում, մեղր, կարակ, մեղր, այո, սերուցք, մի ամբողջ բնամթերքների խումբ։ Ինչպես ենք սկսել։ Ես հիմա ջուրը ապուրի լցնեմ թող տաքանա, մինչև մենք մաքրենք դդումը, կտրատենք կարտոֆիլը, որպեսզի շատ արագ եփվի։ Ես կտրատեմ կարտոֆիլը, կարծում եմ շատ մանր հարկավոր չի, չէ՞։ Ինքը խաշվելու է եւ հետո տապակվելու է։ Ծեծելու ենք հետո, հա, խառնելու ենք։ Այո։ Դու գիտես, որ ես այդքան էլ կողմնակից չեմ այդ խյուսապուրներին, այդ թանձրապուրներին, բայց որ ցանկանում ես, խնդիր չկա։ Կարող եք նաեւ առանց տապակելու Իհարկե առանց այն ինչ որ մենք անելու ենք հիմա մեր ստամոքսը կարող է անել։ Մենք ստամոքսին հնարավորություն տանք, որ ինքը իր գործառույթը իրականացնի։ Իսկ մենք իրեն շատ լավ բաղադրատոմսով, լավ բաղադրությունով ուտեստ հրանցնենք։ Տեսեք կտրեք։ Դդումով ապուրներ շատ ու շատ կան մեր ազգային խոհանոցում, բարեկամներ, շատ ավելի հարուստ է այս մասով Սյունիքի Արցախյան խոհանոցները շատ են օգտագործում դդումը, այդ թվում նաև չհասունացած դդումը, խակ դդումը։ Բազում ապուրներ, բազում ուտեստներ կան այդ չհասունացած դդումից պատրաստվող։ Փաստորեն, բա հիմա չես ասում, բա դդմաշենը։ Դդմաշենը ես կասեի մեր մոտ ավելի շատ դդում է աճում, քան դդմաշենը, այո։ Ու ասեմ, այս տարի մեր դդումը գնել եմ մեր դպրոցից, Ծաղկունք գյուղի դպրոցից, այնտեղ աշակերտների աճեցրած հիանալի, բնության հետ համերաշխ պիտի ապրեն եւ երեխաները եւ մեծահասակները։ Իդեպ ասեմ, պարոն Մամուլյան, ես մեր գյուղում բանահավաքություններ եմ արել, մեր Ծաղկունքի դպրոցի տնօրինությանը խնդրել եմ, որպեսզի տան աշակերտներին շարադրություն տատիկից լավագույն պատրաստած ուտեստը, երևի մեկ ամսից պատրաստ կլինի, նույնպես նորից կհրավիրեմ ձեզ Ծաղկունք հյուրատուն, որպեսզի նկարենք այդ չքնաղ այո ուտեստները, որոնք պատրաստել են մեր գյուղի տատիկները։ Օգտվելով առիթից ուզում եմ այս առիթը օգտվելով օգտագործել եւ մեր հանրությանը խորհուրդ եմ խնդրում եմ
կամ առաջարկում եմ, եթե կան հին ավանդական ուտեստներ, որոնք դուք գտնում եք, որ չեն գործածվում, բայց դուք գիտեք դրա մասին, փոխանցեք մեզ բարեկամներ, կպահպանենք ձեր հեղինակ, եթե պետք է, ձեր հեղինական իրավունքը, կնշենք, որ դուք եք ուղարկել մեզ, եւ այդ ուտեստը գոնե կփրկվի ոչնչացումից կամ մոռացումից։ Այո, մենք շատ ուտեստներ, որ արդեն մոռացվել է։ Այո։ Յուր ջան, ինչքան պիտի խաշվի։ Ինքը պետք է խաշվի մոտ 20 րոպե։ Ահա։ Եվ 20 րոպեից հետո նոր արդեն այդ մնացած մեր բաղադրիչները պիտի ավելացնենք։ Բարեկամներ, 20 րոպեից կմիանանք նորից եւ կշարունակենք այս ուտեստը պատրաստել։ Մինչ այդ կխաշվի կարտոֆիլը եւ դդումը եւ մենք արդեն միասին կունենանք այս ուտեստի լրիվ պատրաստի տեսքը։ Յուր ջան, ինչ եղավ, ինչ ստացվեց 20 րոպե։ Մեր մոտ արդեն 20 րոպեն անցել է։ Մենք ջրազատենք։ Ու նախորդ հիշեցնենք, որ ուղղակի մենք խաշել էինք դդումը եւ Կարտոֆիլը, այո։ Ավելացնում ենք մեղր։ Ասեմ, մեզ մոտ ծաղկունքում, պարոն Մամուլյան, ունենք շատ հոյակապ մեղր։ Այո։ Բզ մեղրը, որը շատ անարատ։ Բզ։ Այո։ Ավելացնում ենք մեղր եւ կատնային սերուցք։ Ու պասի ժամանակ կարելի է կատնային սերուցք չավելացնել եւ մի փոքր կարակ։ Նաեւ կարակին փոխարինել ձեթով։ Ձեթով։ Ну, բնականաբար մեղր էլ չեն կարող օգտագործել պասի ժամանակ, շաքարավազ կօգտագործել։ Շաքարավազ։ Այո։ Ուրեմն խաշեցինք դդումը կարտոֆիլը, բարեկամներ, ջուրը առանձնացրեցինք, ավելացրինք մեղր, կաթնասեր եւ կարակ։ Եվ շատ մենք ես ու Յուրան եկանք այսպես մի միջին տարբերակի, ես չեմ սիրում այդ խուսապուրները, որ ասում են կրեմապուրներ, բայց Յուրան պնդեց, որ մի քիչ գոնե ջարդենք, այսպես խփենք, ծեծենք։ Ես էլ համաձայնվեցի մի պայմանով, որ ամբողջական այսպես հարիչով չհարենք։ Նորից հետ ենք լցնում իր քամված ջուրը։ Ծնում ենք եւս 2 րոպե։ Այո։ Եվ արդեն մեր ապուրը պատրաստ է։ Յուր, իսկ եթե այս սրանից մի հատ։ Այո, կարելի է նաև կծու չիլի պղպեղ։ Կծու Քանի պղպեղ։ որ կծու եւ քաղցրը շատ Իրար հետ լավ է, չէ։ Բայց ես մի քիչ շտապեցի, պարոն Մամուլյան, ես կցանկանայի վերջում դնել ափսեի մեջ։ Դնենք։ Շատ Ես։ հիանալի տեսք ունի եւ վերջում Բարեկամներ, այս ուտեստի օգտակար լինելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Յուրա ջան, խնդրեմ դու եւ ներկայացնես եւ քո առաջարկները, քո խորհուրդները մեր հերոստատիտողներին։ Նորից ես կպնդեմ մեր հայկական խոհանոցի բազմազան լինելու վրա, այո։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք ունենք, ելի եմ կրկնում, մեծ հայկական խոհանոց, մեծ հայկական ուտեստների տեսականիներ, որոնք մի քիչ ջանք սեր է պետք, որպեսզի պատրաստել մի քիչ ժամանակ։ Մի քիչ սեր է պետք դեպի հայկական։ Իհարկե, մի քիչ հայկական, մեր հայկական մշակույթը, մեր հայկական խոհանոցը վեր բարձրացնենք, ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնել։ Ապրես, հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Յուրային։
Տեսնում եք, որ ամբողջությամբ տոգորված է մեր հայկական խոհանոցով եւ սա է որ մեկ դուք տեսնում եք ես իմ հաղորդումների ժամանակ կամ առանձին վայրերում ասում եմ որ մեր խոհանոցը մեծ ճանապարհ պիտի անցնելու է եւ մենք համաշխարհային խոհարարական ասպարեզում մեր խոհանոցի տեղը կլրացնենք, կգրավենք իմ հույսը հենց յուրան եւ յուրայի նման մտածող խոհարարներն են։ Շնորհակալություն Յուրա ջան։ Ապրես դուս։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ուզում եմ, որ յուրաքանչյուր հանդիպում մենք ծառայեցնենք իշա մեր ազգային նպատակներին։ Ուզում եմ, որ յուրաքանչյուր հանդիպում ունենա արդյունք։ Այդ արդյունքը լինի այն, որ մենք վերականգնենք մեր այն որակները, որ կոչվում է համառություն, որ կոչվում է լավատեսություն եւ կոչվում է միաբանություն։ Այստեղ մի քիչ կավելացնենք բարությունը, մի քիչ կավելացնենք պարկեշտությունը եւ կունենանք լավ տիպիկ հայկական կերպար։ Բարեկամներ, ձեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ծաղկունք հյուրատան տնօրինությանը մեր հեռուստահաղորդումներին աջակցելու համար։ Ստեսյուն բարեկամներ։ Դդմով ապուր, դդում 300 գրամ, կարտոֆիլ 120 գրամ, կարագ 30 գրամ, մեղր 30 գրամ, սերուցք 100 միլիգրամ, աղ, բարյախորժակ։